Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Նա կարևորել է բանակի արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է եղել զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը եւ այլ հարցերի։ Պաշտպանության նախարարությունը հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ հանցանք չի կատարել։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, դատարանում փորձում են հիմնավորել մեղադրանքի անհիմն լինելը։ Դռնփակ անցկացվող գործով ներկայում վկաների հարցաքննության փուլն է։ Հոկտեմբերի 27-ին Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով եւ 30 միլիոն դրամ գրավով։ Արզումանյանը կալանավորվել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ղազախստանը պատրաստ է ամսական 15-ից 20 հազար տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին, հայտնել է այդ երկրի գյուղատնտեսության նախարարությունը։ Նշվում է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները բանակցում են։ Հեռանկարում Երևան ուղարկվող հացահատիկի ծավալները կարող են ավելանալ։ Ղազախական ցորենի խմբականակը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան է հասել նոյեմբերի լույս 8-ի գիշերը։ Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջելով պարզաբանել գործարանի ճակատագիրը։ Ասում են, տարիներ շարունակ Իրանը Հայաստանից էր կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող երկիր։ Աշխատակիցները նաև վստահեցնում են, գործարանին միլիոններ են պարտք արտադրանքի համար, այդ պատճառով ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել։ Հրազդան ցեմենտ գործարանը 2001 թվականին սեփականաշնորհվել է Միկա Արմենիա ընկերության կողմից, իսկ 2016 կուտակված պարտքերի պատճառով փոխանցվել ՎՏԲ Հայաստան բանկին։ 2017 թվականին գործարանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտ կորպորացիան, իսկ սնանկության գործընթացը սկսվել է 2022 թվականին։ Մոսկվան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն կարևոր է հասնել առաջադրված նպատակներին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, պատերազմը կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր առջև սկզբնապես դրված նպատակներին։ Պեսկովը միաժամանակ ասել է, որ իրենց համար շարունակում է նախընտրելի մնալ քաղաքական դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորումը։ Ըստ նրա, բանակցություններն արկախված են, քանի որ եվրոպացիները Կիևին համոզել են, որ հնարավոր է հաղթել մարտի դաշտում։ Ռուսաստանի շրջաներում սկսել են հավաքագրել այն ստորաբաժանումների պահեստազորայիններին, որոնք կարևորագույն օբյեկտների պաշտպանություն են իրականացնում։ Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 4-ին ստորագրված օրենքը թույլ է տալիս պահեստազորայիններին օգտագործել խաղաղ ժամանակներում իրականացվող առաքելությունների համար։ Մեդուզան պարզել է, որ պահեստազորի թվաքանակը 2021 թվականի երկրորդ կեսին Ուկրաինան ներխուժումից կարճ ժամանակ առաջ ավելացել է, հասնելով 100,000 մարդու։ Հաղորդվում է, որ հատուկ պահեստազորի հավաքների մասին օրենքը կարող է դիտվել որպես զինվորական ծառայության համար մարդկանց հավաքագրելու ևս մեկ գործիք, առանց զորահավաքի մասին հրապարակային հայտարարության։